Առողջապահության վարչությանը հանձնարարական համար 82 ներկայացնել տեղեկատվություն առողջապահական ծառայությունների կատարած աշխատանքների շտաբ բուժօգնություն ընկերության կողմից իրականացված կանչերի եւ զանգերի սպասարկման վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, մարտ ամսվա ընթացքում շտաբ բուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 180 վթար վրաերթ, դուժել է 194 քաղաքացի, ունենք 3 մահ։ Կանչերի ընդհանուր թիվը կազմել է 24430, որը նախորդ տարվա համեմատ նվազած է։ Մարտ ամսվա ընթացքում պատասխան է տրվել 56955 զանգի։ Զանգերի սպասարկման եւ աջակցության բաժնի հեռախոսահամարին ոչ մի բողոք չենք ունեցել։ Երևան քաղաքում գրանցվել է 645 մահ, ծնվել է 1506 երեխա, 772 տղա, 734 աղջիկ։ Ընտանիքում որպես 11-րդ երեխա ունենք ծնված 1 տղա Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը աճել է 180181։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության կողմից պարբերաբար կազմակերպվում են բժիշկների մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների կատարելագործման ուղղված կրթական ծրագրեր, որոնցից մեկը հերթական անգամ 25 թվականի մարտին 13-ին կազմակերպվել է Ավան առողջության կենտրոնում Ցավի բժշկական ասոցիացիայի համատեղ խառը ցամային համախտանիշ թեմայով, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հուշհաստատությունների ներզատաբաններ, թերապևտներ, նյարդաբաններ եւ ուռուցքաբաններ։ Մարտի 27-ը աշխարհում հռչակվել է որպես բուժման հանդեպ հակվածության բարելավման միջազգային օր եւ այդ նախաձեռնությանն է միացել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։ Լաբորատոր Սերվեյ հայաստանյան ներկայացության հետ համատեղ սկիզբ է դրվել մի նոր փոխհամագործակցության եւ միջոցառումը բացառիկ է նրանով, որ մասնակցել են մասնագիտական համարյա թե բոլոր մասնագիտական ասոցիացիաները եւ սրտաբանների ասոցիացիան եւ ներքին հիվանդությունների եւ շաքարախտի անոթային վիրաբույժների, ինչպես նաեւ շահագրգիռ բուժառուների հետ համատեղ է եղել։ Ծրագիրը ունենալու է շարունակական բնույթ, նպատակն է կրթել եւ լինել հետեւողական յուրաքանչյուր քաղաքացու առողջության պահպանման եւ բարդությունների կանխարգելման գործում։ Պարոն քաղաքապետ, քանի որ շտաբ օգնության ձեր հանձնարարությամբ շտաբ օգնությունում հետկանչ ներդրվեց եւ համարյա թե պրակտիկորեն չենք ունենում բաստողնված զանգ եւ բողոք, նույնը ուզում ենք ներդնենք առողջության կենտրոններում, ուստի խնդրում եմ, եթե հնարավոր է հանձնարարականի անունը փոխենք որպես առողջապահության վարչության ամենամսյա զեկույց։ Շատ բարի, այո, արդեն կարծում եմ վաղուց պետք է փոխենք անվանումը, որովհետև որքան էլ որ տարօրինակ չէ, բայց ժամանակին մենք այդպիսի ժամանակներ ունեցել ենք, երբ որ մարդը զանգում է շտաբ օգնություն եւ կարող էր հասանելի չլիներ շտաբ օգնությունը, հիմա նմանատիպ դեպքերը բացառված են։